Արցախի վերածննդի օրվա առթիվ Արցախի Հանրապետության ազգային ժողովի բոլոր խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, վերահաստատելով Արցախահայության վերադարձի եւ ինքնորոշման անկախտելի իրավունքի տիրույթում պայքարը շարունակելու կամքը։ Պատգամավորները հիշեցրել են 38 տարի առաջ տեղի ունեցած պատմական իրադարձությունները, երբ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզային խորհուրդը որոշում ընդունեց Մայր Հայաստանի հետ միավորվելու վերաբերյալ, ինչը դարձավ ազգային ազատագրական զարթոնքի հիմքը։ Հայտարարության մեջ խմբակցությունները խիստ քննադատության են ենթարկել Հայաստանի գործող իշխանությունների արկածախնդիր քաղաքականությունը, որը ըստ նրանց հանգեցրել է հայրենիքի կորստին, էթնիկ զտումների եւ Արցախի հայաթափմանը։ Արցախի խորհրդարանականները ահազանգել են նաեւ թշնամու իրականացնող մշակութային ցեղասպանության եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ իրականացվող շինծու դատավարությունների մասին, ընդգծելով, որ այս ամենը տեղի ունենում Հայաստանի իշխանությունների լռության կամ գնահատանքի ներքո։ Եզրափակելով ուղերձը, խմբակցությունները հայտարարել են, որ անսասան են մնալու իրենց ուխտին, պահպանելու են ժողովրդի միասնությունը եւ ամեն ջանք գործադրելու են հավաքական վերադարձի ու Արցախի սուբյեկտայնությունը պահպանելու համար։ Դատավորը թույլատրել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին այցելել բժշկի։ Դատական նիստի ընթացքում Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը միջնորդել է, պահանջելով քրեական բարույթի նյութերին կցել Արագածոտնի թեմի քահանաների հարցաքննությունները եւ առերեսումների արձանագրություններն ու տեսաձայնագրությունները։ Փաստաբանի պնդմամբ քննչական մարմինը դիտավորյալ թաքցնում էին ապացույցները, որոնք կարող են հօգուտ Սրբազանի լինել։ Զոհրաբյանը հիշեցրել է, որ գործի սկզբնական փուլում քահանաները փաստացի բերման են ենթարկվել։ Նրանց իրավունքները խախտվել են, իսկ փաստաբանների մուտքը խոչընդոտվել է, ինչի վերաբերյալ արդեն հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Քահանաների ժողովի ժամանակ է իբրև մեր վստահորեն ինչ-որ բան ասել, արտահայտություն ասել։ Երբ բարձր չէ քահանաների ժողովի ժամանակ քահանաներ են ներկայացել։ Բարձր չէ որ առերեսումներ եղել, նշանակում է ցուցմունքների միջև հակասություն է եղել։ Հիմա պատկերացեք այդ ցուցմունքներին չկա։ Ես ստեղ չեմ ուզում կասկածի դակ դնեմ մեղադրողի կողմի դիտավորյալ որոշ բաներ առանձին, այսպես ասած, վեպի նյութեր, բայց այն որ այդ ապացույցները մեր վստահակի օգին են եւ այդ ապացույցները դիտավորել այս բարույթում չեն գտնվում, դա փաստ է։ Քննչական կոմիտեի փորձագետը չի հաստատել, որ սկանդալային տեսանյութում Արշակ arczepiskopos Խաչատրյանն է։ Այսօր մամուլի ասուլիսում ասել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։ Պաշտպանի խոսքով 3 պետություններից Ռուսաստանի Դաշնություն, Սերբիա եւ Չեռնոգորիա միջազգային փորձագետների եզրակացությունները եւս հաստատում են, որ տեսագրությունները կեղծ են։ Բաբայանի խոսքով քննչական կոմիտեի նշանակած դատատեսաձայնագրային փորձաքննության ընթացքում ուսումնասիրվել է միայն այն հարցը, արդյոք տեսանյութում Արշակ Սրբազանն է, թե ոչ, իսկ տեսագրության իրական կամ կեղծ լինելու վերաբերյալ դիտարկումներ չեն եղել։ Մեկ այլ բանից է դժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են հարակավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձին, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Անդրադառնալով նախկին եպիսկոպոս Գևորգ Սարոյանի հաստատական պնդումներին, թե տեսանյութում հաստատ Արշակ Սրբազանն է, Բաբայանը հեգնել է վերջինիս ասելով. մեջբերում կամ նկարահանումն է ինքն իրականացրել, կամ մոնտաժը։ Ակնհայտ է, որ ունի որոշակի շահագրգռվածություն, բայց ես իրեն մի այսպիսի, քանի որ ինքը վերջերս մի հարցազրույցում ինձ էր նաեւ անդրադարձել, մի այսպիսի հողում ունեմ կամ կոչ ունեմ իրեն։ Բոլորդ գիտեք, իր հետ կապված մի ձայնագրություն կա, հեռախոսային խոսակցություն։ Այ ես հորդորում եմ իրեն, քանի որ ինքը պնդում է, թե այդ ձայնագրությունը հեռախոսային կեղծ է, ես հորդորում եմ իրեն ինքն էլ միջազգային փորձաքննություն նշանակի եւ այդ միջազգային փորձաքննությունով իր ասածը փորձի հաստատել։ Տեսնենք, ընդ որում պարտադիր չի միջազգային փորձաքննություն, այդ փորձաքննությունը նաև Հայաստանի Հանրապետությունում էլ կարող է իրականացնել։ Պաշտպանը շեշտել է, քննության առանցքային հարցը պետք է լինի բարձել, թե տեսանյութի ստեղծողներն ու տարածողները ովքեր են։ Բավարար են տվյալները, որպեսզի փորձագետը հաստատի կամ հերքի։
ԿԳՄՍ նախարարությունը հերքել է համացանցում տարածվող այն տեղեկությունները, թե 2026 թվականի սեպտեմբերից հանրապետությունում նախատեսվում է փակել 231 դպրոց։ Գերատեսչությունից շեշտել են, որ այս լուրերը բացարձակ ապատեգատվություն են եւ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ պետական քաղաքականությունը ուղղված է կրթության հասանելիության ընդլայնմանը, այլ ոչ թե հնարավորությունների սահմանափակմանը։ Որպես հակափաստարկ նախարարությունը մատնանշել է երկրում ընթացող լայնածավալ դպրոցաշինությունը, որի շրջանակում պարբերաբար շահագործման են հանձնվում նոր կրթական հաստատություններ։ Ուսանողական աշխատանքներ են անում, առանց Ակտիվիստ Արթուր Չախոյանը կրկին տեսանյութ է հրապարակել, նշելով, որ ասֆալտապատում իրականացնող ընկերությունը չունի բիտում փչող սարք։ Ակտիվիստի խոսքով ասֆալտի ժամանակի շուտ քայքայման պատճառը իրականում ոչ թե աղի չափից շատ քանակությունն է, այլ ոչ նորմալ ասֆալտապատում իրականացնելը։ Մեջբերում մենք քարի դարում ենք ապրում, հակառակ դեպքում չայնիկով ասֆալտ չէին փռի։ Մինչ քաղաքացիները բողոքում են ձնհալից հետո մայրաքաղաքում հայտնված փոսերից, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը պարզաբանում է դրանք կապելով տեղումների առատության եւ աղի օգտագործման ծավալների հետ։ Ըստ փոխքաղաքապետի 2025 թվականին տեղացել է վերջին տասնամյակի համար աննախադեպ քանակի ձյուն, ինչի հետևանքով քաղաքի փողոցները մշակվել են ավելի շատ աղուավազով, քան նախորդ տարիներին։ Փամբուխչյանը պատասխանելով մեր գործընկերոջ հարցին, թե քաղաքապետի տան մերձակայքում փոսեր չկան հատուկ վերաբերմունքի պատճառով, նշել է, որ Երևանում փողոցների վիճակն ավելի լավ է այնտեղ, որտեղ վերջերս միջին նորոգման աշխատանքներ են կատարվել։ Նախորդ տարի 2025 թվականին համեմատած 24 թվականին 2.5 անգամ ավել աղուավազով մշակում է եղել, քանի որ դա պայմանավորված է եղել առատյան հետևանքով եւ այս տարի կարելի է նշել, որ վերջին 10 տարիների ընթացքում 25 թվականին կներեք եղել է աննախադեպ ձյանքանակ եւ բնականաբար ծավալը եթե 24 թվականին եղել է մոտ 5000 տոննա, 2025 թվականին եղել է 12000 տոննա, այսինքն 2.5 անգամ ավել, դա միանշանակ ազդել է ձեր նշած փոսերի գոյացման վրա, ինչ վերաբերվում է թե ինչու է այդպես լինում, մի շարք պատճառներ կան, ես ուզում եմ հատուկ շեշտադրում կատարել, որ մեր այն փողոցներում, որտեղ որ մենք 24-25 թվականներին իրականացրել ենք միջին նորոգում եւ կամ փոսալցման աշխատանքներ, այդ հատվածներում գրեթե չկան փոսեր, այսինքն նույն աղուավազը լցվել է նույն քանակի եւ առանց տարբերակելու թե ում տան դիմացն է եւ ում փողոցն է, նույնաչափ աղի մեքենա չի նայում թե սա այսինչ մարդու բնակարանն է կամ տունը։ Նույն աղուավազը լցվել է, այդտեղ պայմանավորված է նրանով, թե երբ ենք մենք այդտեղ իրականացրել փոսալցման աշխատանքներ կամ միջին նորոգման աշխատանքներ։ Well, thank you so much for having me. A very good morning to Աբբաս Արաղչին հայտարարել է առաջիկա 3 օրվա ընթացքում Միացյալ Նահանգներին միջուկային համաձայնագրի նոր նախագիծ ներկայացնելու մտադրության մասին։ Ըստ նախարարի Ժնևում անուղղակի բանակցություններում Միացյալ Նահանգներն ուրանի հարստացումը դադարեցնելու պահանջ չի դրել։ Արաղչին վստահեցրել է, որ Թեհրանը պատրաստ է տեխնիկական երաշխիքներ տրամադրել ծրագրի բացառապես խաղաղ բնույթի վերաբերյալ։ Այդ շտապողականությունը նա հիմնավորում է պատժամիջոցների չեղարկման եւ Դոնալդ Թրամփի սահմանած 15-օրյա վերջնագրին արձագանքելու անհրաժեշտությամբ։ Իրանական կողմի փոխանցմամբ այս հարցերը եւ Ժնևի հանդիպման արդյունքները արդեն քննարկվել են Ռուսաստանի արտգործնախարարի հետ։ ԱՄՆ-ն չի պատրաստվում Եվրոպային թողնել առանց իր այսպես կոչված միջուկային հովանոցի, հայտարարել է Եվրամիությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Էնդրյու Բազդերը։ Դիվանագետի խոսքով Եվրոպան պաշտպանող ամերիկյան միջուկային վահանը մնալու է ուժի մեջ, քանի որ դրա բացակայության դեպքում եվրոպական երկրները պարզապես չեն կարողանա գտնել դրան համարժեք փոխարինողը։ Բազդերը նաև մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն առաջարկը, թե ֆրանսիական միջուկային զենքը կարող է ծառայել ամբողջ Եվրամիության պաշտպանությանը։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը շեշտել է, որ դրա համար անհրաժեշտ կլինի չափազանց մեծ քանակությամբ սպառազինություն, ինչը Ֆրանսիայի տնտեսությունն այսօր ի վիճակի չէ իրականացնել։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ մինչև 16 տարեկան դեռահասների մուտքը սոցիալական ցանցեր կարող է սահմանափակվել։ Անդրադառնալով Ավստրալիայի օրինակին, որտեղ ամբողջությամբ արգելվել է մինչև 16 տարեկաններին սոցցանցերում օգտահաշիվներ բացելը, նահանգապետը նշել է, որ ինքը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Նրա խոսքով այդ հարցը դեռ լուծված չէ։ Բացի Ավստրալիայից, Ֆրանսիան նույնպես այս նախաձեռնությունը ցանկանում է գործի դնել։